Ողջույն սիրելի հայրենակիցներ, երեք փաստորեն գիշերը տեղի ունեցավ աննախադեպ մի բան։ Մենք երբևէ նախկինում չենք ունեցել իրավիճակ, երբ միջև կենտրոնական դրական հանձնաժողովի վերջնական արդյունքները հայտարարելը որևէ իշխանություն, որևէ մինչ այս պահը հայտնի մեզ իշխանություններից մեկը հայտարարել իր հաղթանակի մասին։ Այն դեպքում, երբ գնահատվել էին ընդամենը, հաշվարկվել էին ընդամենը մոտավորապես 10%-ը բոլոր ձայների։ Ինչպես գիտեք, ձայները հաշվարկվում են հետևյալ կերպ։ Սկզբում հաշվարկվում են ավելի փոքր, արագ են հաշվարկվում, ուղղակի ֆիզիկապես այդպես է ստացվում, հաշվարկվում են սկզբից ռեգիոնների ձայները, որտեղ որ միշտ բոլոր ժամանակներում իշխանությունները ունեցել են շատ ավելի շատ ձայներ, եւ երբ ընդամենը 10%-ներ քվեարկության փաստերը ներկայացվել, գործող իշխանությունը հայտարարեց, որ ինքը այլևս հաղթել է եւ այլևս ինքը տենց ինչ որ անհասկանալի։ Այդ ամբողջ ընթացքում փաստորեն կանգնեցվել էր հաշվարկը եւ որևէ թիվ չէր հրապարակվում կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից։ Սա ուրիշ բանի մասին խոսել, բացի նրանից, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրական երկրորդ փուլի վրա, հաջորդ փուլի վրա, ասելա թե ձայների հաշվարկի եւ շատ մեծ հավանականություն կա, որ տեղի է ունեցել խախտումներ, մեծ խախտումներ, ուրիշ բանի մասին ուղղակի չի կարող խոսել։ Հետևաբար մենք որպես պատասխանատու քաղաքացիներ, որպես պատասխանատու քաղաքական գործիչներ որոշել ենք, որ մենք պիտի տեր կանգնենք մեր ձայներին եւ մենք այսօր հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին, մեր քաղաքացիներին, հատկապես այն քաղաքական ուժերին, ովքեր հնարավորություն ունեն որտեղ մեր քաղաքական ուժը փոքր էր, մենք չենք ունեցել բոլոր տեղերում մեր ներկայացուցիչները Եվ հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ ունեն ամբողջական տվյալները ընտրությունների հետ կապված, ավարտական ակտերը ունեն, բոլոր ուժերին հրավիրում ենք ժամը 19:00-ին օպերա Ազատության հրապարակ, որպեսզի կարողանանք միասնական հաշվարկ կատարել, վերահաշվարկ կատարել եւ հասկանալ, թե ինչա տեղի ունեցել, որովհետեւ մեր խորին համոզմամբ տեղի ունեցել խախտումներ։ Հետևաբար նորից հրավիրում ենք բոլորին, բոլոր ողջամիտ առողջ ուժերին, ովքեր իսկապես ոչ թե խաղ են խաղում, տենց եկել էին սպասարկելու Նիկոլ Փաշինյանին եւ առհասարակ, որոնք չէին պայքարում պատվավոր երկրորդ տեղի համար, բոլորին հրավիրում ենք ձեր մոտ եղած փաստաթղթերով, ակտերով, եկեք մի հատ հասկանանք ինչա տեղի ունեցել։ Կսպասենք սիրով նժար սահմանադրական շարժումը, սա ասում եմ նժար սահմանադրական շարժման անունից, որովհետև ինչպես գիտեք, բոլորին դեմ եմ կուսակցությունը ինքը բաղկացած է եղել տարբեր ուժերից, ներառյալ նժար սահմանադրական շարժումը, մենք որպես մասնիկ նժար սահմանադրական շարժում որոշում ենք կայացրել այսպիսի գործողություն իրականացնել, որովհետև չի կարող 21-րդ դարում այսպիսի խայտառակ իրավիճակ տեղի ունենալ։ Շնորհակալություն։